Ես ունեմ 4 հարց։ Ճիշտ է, դուք սոցիալական ոլորտից խոսած եք, ինձ հետաքրքրում է թոշակառուների հետ կապված հարցերը, որովհետև 22 թվականին օրենքում արվել է թոշակառուների հետ կապված թոշակների հետ աշխատանքային ստաժը հաշվելու հետ կապված արվել է փոփոխություն 22 թվականին, որի պատճառով թոշակառուների աշխատանքային ստաժը կրճատվում է հաշվարկով։ Հիմա այստեղից բխում է հարց. պետությունը պատասխանատու է արխիվների համար, աշխատանքային արխիվների համար, սակայն բնակչությունից, ով դիմում է թոշակ ձևակերպելու համար, պահանջում են փաստաթուղթ, ուրեմն աշխատանքային գրքույկը ներկայացվում է, որտեղ պատշաճ ձևով ամեն ինչ լրացրած է, սակայն վեկալվում է ինչ-որ որոշ հատված, որը իբրև կասկած է կներեք, և դիմում են սոցբաժներ, որ փաստաթուղթ ստանան, այդ անձը աշխատել է թե ոչ, ստանում են փաստաթուղթ, որտեղ գրած է, որ արխիվը չկա, գոյություն չունի։ Այստեղից հարց է առաջանում, փաստաթղթերի բացակայությունը ում պատասխանատվությամբ է, քաղաքացին պատասխանատու է դրա համար, թե ոչ, դրա ապահովությունը։ Բացի այդ, եթե արխիվները չկան, դա նշանակում է, որ բնակիչը չի աշխատել։ Ես նշեմ, որ մեր օրենքում գրված է, որ հիմնական փաստաթուղթը դա աշխատանքային գրքույկն է, պատշաճ լրացրած։ Նորից շեշտում եմ, որ պատշաճ լրացրած է։ Այդ դեպքերն ենք քննարկում։ Դա մեկ հարց։ Մյուս հարցը վերաբերվում է բժշկական ապահովագրության հետ։ Մենք ձեր հետ հանդիպել ենք, քննարկել ենք Տիկին Մանասյան և իմ մոտ առաջի հարցը։ Բժշկական ապահովագրությունը երբ որ մշակվում էր, ուղարկվել է ՄԻՊ փորձաքննությանը մարդու իրավունքի տեսանկյունից թե ոչ, դա մեկ։ Երկրորդը, մենք ձեր հետ քննարկել ենք, որ 13-րդ հոդվածը, այո, որտեղ քաղաքացին երբ որ զրկվում է իր աշխատանքից, եկամուտից, սակայն ինքը պարտավորվում է մի տարի դեռ վճարել 10,800 դրամը։ Ինչքանով դա մարդու իրավունքի տեսանկյունից ընդունելի է թե ոչ, և վերջի հարցս, պոլիկլինիկայից պացիենտին ուղեգրով այդ ապահովագրության սահմաններում ուղարկում է որոշ բուժհաստատություն հետազոտվելու կամ բուժվելու։ Բուժհաստատությունում նայում են ուղղագիրը, ասում են կոդը չկա և դուք պետք է վճարեք։ Ես նորից կրկնեմ, պոլիկլինիկայից ուղարկում են հույսով, որ ինքը անվճար է, ամեն ինչ անցնելու, սակայն բուժհաստատությունում իրանից փող են գանձում։ Այդ գումարի փոխհատուցման հարցը։ Շնորհակալություն։ Համեցեք Տիկին Պաշտպան։ Շնորհակալ եմ, Տիկին Գասպարյան, նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել շատ կարևոր համագործակցության համար, որ թե հանձնաժողովի, թե նաև որպես պատգամավոր ձեր գործունեության շրջանակներում ունեցել ենք, շատ կառուցողական է նաև ձեր կողմից խնդիրները բարձրաձայնելու առումով կարևոր է, այդ թվում որպես պատգամավոր քաղաքացիների խնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից։ Ուզում եմ հատուկ անդրադառնալ կենսաթոշակի հաշվարկման տեսանկյունից այս արխիվների հետ կապված խնդրին, որը մենք էլ ենք ամենօրյա ռեժիմով, մենք գրեթե սրամասով ոչ միայն բողոքներ ենք ստանում, նաև քաղաքացիներին փորձում ենք խորհրդատվություն տրամադրել ու ուղղորդել պատշաճ տրամաբանությամբ հարցերը լուծելուն։ Նշեմ, որ հիմնական խնդիրը վերաբերում է ինչ-որ մի փուլի արխիվներին, մասնավորապես Խորհրդային Միության փլուզումից հետո այդ անմիջապես այդ ժամանակահատվածում գործունեություն իրականացրած տարբեր կազմակերպությունների մեծամասամբ, այո, դա էլ է շատ հանդիպում, բայց մի շարք կազմակերպությունները ավելի շատ գործել են հենց այդ 90-ական թվականների
ժամանակահատվածում եւ այո միանշանակ է, որ այս կազմակերպությունների մասով կազմակերպությունները հիմա չկան, արխիվներում որևէ տեղեկատվություն վերջիններիս վերաբերյալ չկա, բայց քաղաքացիները ներկայացնում են աշխատանքային գրքույկներ, այստեղ խնդիրը երևի թե երկկողմանի պետք է դիտարկել, մի կողմից այո շատ կարեւոր է, որպեսզի քաղաքացիների իրավունքները պաշտպանված լինեն, բայց մյուս կողմից կարեւոր է նաեւ, որպեսզի երաշխավորված լինի մեր այսօրվա ունեցած կենսաթոշակային, այդ թվում աշխատանքային ստաժի հաշվարկման համապատասխան տրամաբանությունը։ Այս առումով ես ինքս հատուկ քննարկում եմ ունեցել նաեւ սոցիալ նախարարի հետ, ինքս այս հարցը հասցեավորել եմ եւ կարծես թե հիմնական գաղափարն այն է, որ ընդհանրապես այս համակարգը պետք է փոփոխության ենթարկվի, մասնավորապես կենսաթոշակի հաշվարկման համակարգը որպես այդպիսին նկատի ունենալով նաև այս բոլոր խնդիրները պետք է փոփոխության ենթարկվի։ Ես հույս ունեմ, որ առաջիկա ժամանակահատվածում առնվազն հնարավորություն կունենան հայեցակարգային լուծումներ այս առումով մշակել, բայց այսօրվա դրությամբ ասեմ, որ այն բոլոր մի շարք իրավիճակներ կան, որտեղ նույն մեր միջամտությամբ հնարավոր է լինում խորհրդատվություն ենք տրամադրում, թե որտեղից ինչ փաստաթուղթ բերեն ինչ տրամաբանությամբ եւ լուծում ստանում է հարցը։ Մի շարք դեպքերում պետք է նշեմ, որ լուծում չի ստանում, որովհետեւ հնարավորություն չի լինում որևէ տեղից որևէ ապացույց հանդիսացող փաստաթուղթ բերել ու հիմնական լուծումը այստեղ լինում է դատարանի միջոցով փաստի հաստատումը, որը մի շարք դեպքերում իրականացվել է, բայց վստահաբար շատ կարեւոր ու ճիշտ հարց եք բարձրացնում, որովհետեւ փաստացի քաղաքացու վրա է մնում համապատասխան բեռը, որը ի սկզբանե այն ժամանակահատվածում պետությունը պիտի իրականացրած լինել, բայց փաստացի չի իրականացրել որպես այդպիսին տարբեր պատճառներով, այդ թվում վերահսկողական մեխանիզմների ոչ պատշաճ լինելու պատճառով։ Բժշկական ապահովագրության հարցերի մասով նշեմ, որ փաստաթուղթը իր սկզբնական տեսքով ուղարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ կարծիքի եւ դրա վերաբերյալ մենք բազմաթիվ դիտարկումներ ենք ներկայացրել։ Վերջնական տեսքով փաստաթուղթը արդեն մի քանի ամիս հետո երբ վերամշակվել է, որը բավականին փոփոխություններ է կրած եղել, մեզ չի ուղարկվել կարծիքի եւ սա շնորհակալություն հարցը բարձրաձայնելու համար եւս մի առիթ է, որպեսզի բոլոր պետական մարմիններին նորից հիշեցնենք այն հանգամանքը, որ ըստ Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր իրավական ակտերի այն բոլոր իրավական փաստաթղթերը, որտեղ կարող են պարունակվել մարդու իրավունքներին առնչվող կարգավորումներ, պետք է պարտադիր ուղարկվեն մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի եւ դարձյալ սա կարեւոր է ոչ միայն այս իրավական ակտի, նաեւ մնացյալ այլ իրավական ակտերի դիտանկյունից։ Նշեմ, որ ապահովագրության հետ կապված հարցերը դարձյալ շնորհակալություն ձեզ դրանց առնչությամբ եւս քննարկում ունենալու։ Սրանք հիմա մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են, որովհետեւ մենք քաղաքացիներից պարբերաբար ենք տարբեր հարցերով զանգեր ստանում եւ փորձում ենք այն խնդիրները, որոնք հնարավոր է արագ լուծել, դրանց արագ լուծում տալ, բայց այն խնդիրները, որոնք համակարգային են, մենք դրանք հավաքագրում ենք, ոչ միայն հասցեավորել ենք առողջապահության նախարարություն, այլ ես ինքս նախարարի հետ հատուկ պայմանավորվածություն եմ ձեռք բերել, որպեսզի առաջին հերթին ձեր որպես падգամավոր ներկայացրած առաջարկները մեր կողմից վերլուծությունների հիման վրա իրենց հետ հատուկ քննարկման առարկա դառնան, որովհետև կան մի շարք հարցեր, որոնք այո ունեն կատարելագործման կարիք, մի շարք հարցեր կան, որ միգուցե պարզաբանումները ստանալուց հետո պարզ լինի, որ օրինակ որևէ բան մեր կողմից է, ոչ ճիշտ տրամաբանությամբ ընկալվել, նկատի ունեմ կիրառման պրակտիկայի առումով։ Ըստ էության ձեր նշած պոլիկլինիկայից պացիենտներին տարբեր հաստատություններ ուղարկելու գումարի փոխհատուցման եւ այլ հարցերի հետ կապված կարծում եմ սա պետք է անհատական դեպքերով քննարկման առարկա դարձնել, որովհետեւ մի շարք դեպքերում արդեն իսկ կարգավորումներն են այդպիսին եւ զուտ դրանց վերաբերյալ իրազեկվածության պակասի եւ այլնի արդյունքում է այդ իրավիճակը տեղի ունենում, բայց օրինակ դեպքեր կան, մեզ մոտել է քաղաքացի եղել, որ այդ խնդրին բախվել է, հիմա կարող եմ դրա մասին խոսել, կարծում եմ դա քաղաքացու իրազեկվածության պակասի խնդիր չէ, մի դեղամիջոց, որը քաղաքացին ըստ էության քաղցկեղ ունի եւ անհապաղ է, իրեն անհրաժեշտ դեղամիջոցը, երբ փորձել է ձեռք բերել, ասել են, որ դեռ տենդերը իհարկե հայտարարված է, բայց դեղամիջոցը դեռ ձեռք բերված չէ, բայց իր համար դա անհետաձգելի կարևորության հարց է եւ ինքն է փաստացի ձեռք բերել ստիպված դեղամիջոցը, օրինակ նման դեպքերում այո պետք է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ պետք է լինի այդ թվում գումարի փոխհատուցման կամ քաղաքացու իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերը, բայց նորից եմ կրկնում, սա անհրաժեշտ է իրականացնել շատ անհատականացված ձևաչափով, այսինքն ամեն դեպք առանձին քննարկելով,
Ամեն դեպքում նկատի ունեցեք, որ հատկապես ձեր որպես падգամավոր ներկայացրած առաջարկությունները ես ինքս հատուկ այդ թվում պետական մարմինների հետ կոմունիկացիայի շրջանակներում քննարկման առարկա եմ դարձրել եւ առաջիկայում նաեւ այդ մասով քննարկումներ ենք ունենալու եւ իհարկե ձեզ նաեւ հետադարձ կապով կտեղեկացնեմ ընդհանուր լուծումների մասին։ Համեցեք։ Տեկին Մանասյան, շնորհակալություն ձեր պատասխանի համար։ Ես կուզենայի թոշակառուների անդրադառնայի այդ հարցին, որովհետև նախկին նախարարին հարցը ինքը ազգային ժողովի բեմից խոստովանեց, որ մինչև 2004 թվականը հիմնական արխիվներ չկան։ Հետևաբար, ստեղ երևի թե մի հատ ձևակերպում է պետք ընդունել, որ մինչև 2004 թիվը հիմնականում աշխատանքային գրքույկով ուղղորդվեն։ Հարցը դանումն է, որ մարդկանց 10-20 տարիներով զրոյացնում են, հետևաբար 10-20 մոտավոր 1000 դրամով իրանց թոշակը, որ այդքան էլ բարձր չի, նվազում է, թոշակառուն չի կարա ապրի։ Եվ մի հարց էլ, որ չպատասխանեցիք, все-таки արխիվները պատասխանատու է պահպանել պետությունը եւ դա բարթել քաղաքացիների վրա, երբ որ արխիվը չկա։ Հաճախ լսել եմ նույն նախարարից, որ կեղծիքներ են տեղի ունեցել։ Ես համարում եմ, եթե կեղծիք կա տեղի ունեցել, պետք է հայտարարություն արվի հանցագործության մասին, ոչ թե սենց օթում այն մարմինները, որոնք իրավասու չեն, հայտարարեն, որ կեղծիք կա եւ պատժեն դրա համար քաղաքացուն։ Համաձայնեք, որ դա էլ է պատասխան, արդեն նախարարի պատասխանատվությունն է, որ ինքը ինքնական հայտարարումը կեղծիք է եղել։ Եթե կեղծիք կա, պետք է համապատասխան մարմինները զբաղվեն այդ հարցով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Գասպարյան, ես շատ կարճ ուղղակի արձագանք եմ, ես ինքս նշեցի, որ այո, արխիվների համար պետությունը պետք է կրեր ի սկզբանե պատասխանատվություն, բայց քանի որ դա մի քանի տասնյակ տարի առաջ տեղի ունեցող իրադարձությունների մասին է եւ ըստ էության հիմա նորից չենք կարող անիվը հետ տանել եւ այդ պահին պատշաճ վերահսկողություն եթե իրականացվեր, այս իրավիճակը իհարկե չէր լինի այս պահին, բայց այսօրվա հետ կապված անձամբ մեր հաստատությունը ըստ էության այս տարիների արխիվների հետ կապված չունի դիմում բողոքներ։ Մենք ունենք նախկինի հետ կապված եւ այո, պետությունը պետք է դրա համար կրեր պատասխանատվություն ու դա է պատճառը նաեւ նորից կրկնամ, որ նախարարի հետ քննարկումների արդյունքում կարծես թե գաղափարը այն է, որ այս համակարգը ամբողջությամբ է պետք վերափոխել այն տրամաբանությամբ, որ քաղաքացիները չունենան նշված խնդիրը ու նորից ասեմ, հույս ունեմ, որ առաջիկայում լուծումը կլինի, բայց ես կենսաթոշակի մասով շատ ավելի մեծ խնդրի կուզենամ անդրադառնալ, որը ինքս սահմանադրական դատարան եմ ներկայացրել, իհարկե չգիտեմ, այսպես ասած արդյունքը ինչ կլինի, բայց քաղաքացիների տեսանկյունից կարծում եմ սա շատ լուրջ խնդիր է, որովհետև քաղաքացիները, եթե ինչ-ինչ պատճառներով դա կարող է լինել առողջական վիճակի հետ կապված հարցերով, Հայաստանում չգտնվելու պատճառով, չեն կարողանում ներկայանալ, ստորագրել եւ մի քանի տարիների կտրվածքով չեն ստանում իրենց կենսաթոշակը, երբ նորից վերականգնվում է, կենսաթոշակ ստանալու հնարավորությունը, այսպես ուղղակի բացատրեմ շատ պատկերավոր տերմիններով, որպեսզի քաղաքացիներն էլ հասկանան, իրենց տրվում է ընդամենը նախկին 1 տարվա կենսաթոշակը, մինչդեռ քաղաքացին կարող է օրինակ ստացած չլինել, օրինակ 4-5 տարվա կենսաթոշակ, ու պետք է նկատի ունենա պետությունը, որ կենսաթոշակը դա սոցիալական նպաստի ձև չէ, կենսաթոշակը մարդու սեփականությունն է եւ իր աշխատանքային տարիների կտրվածքով, այսպես ասած, ձեռք բերված հնարավորություն է եւ պետությունը չի կարող սեփականության իրավունքի զրկման, այսպես նույնիսկ կձևակերպեմ, նման գործիքակազմեր ունենալ, որոնք իմ գնահատմամբ ընդհանրապես համաչափ չեն եւ աշխատելու եմ նաեւ այս հարցը մեր այդ թվում միջազգային փորձագետների հետ քննարկման առարկա դարձնել, որպեսզի մեր սիրելի քաղաքացիների հետ կապված այս խնդիրը իր լուծումը ստանա։ Շնորհակալություն։